Տարվա պատմությունը Հանս Քրիստիան Անդերսեն Հունվարի վերջն էր, զարհուրելի բուք ու բորան, ձյունահողմը սլանում էր փողոցներով ու նրբանցքներով, ձյունը ծփում էր տների լուսամուտները, ամբողջ կույտերով թափվում տանիքներից, իսկ քամին քշում տանում էր անցորդներին, նրանք վազում, թռչում էին սրընթաց, մինչև որ միմյանց գիրկն էին ընկնում, և իրար ամուր բռնելով մի րոպե կանգ առնում։ Կառքերն ու ձիերը ասես դիմափոշված էին, սպասավորները կանգնած էին կառքերի ետնամասում, մեջքները դարձրած դեպի կառքն ու քամին, իսկ հետիոտն անցորդները աշխատում էին քամուց պատսպարվել խոր ձյան մեջ հազիվ առաջ շարժվող կառքերի պաշտպանության տակ, իսկ երբ վերջապես բուքը հանդարտվեց և մայթերի վրա նեղլիկ արահետներ բաց արին, անցորդները շարունակ ընդհարվում էին և դեմ դիմաց կանգնում սպասողական դիրքում, ոչ մեկը չէր ուզում միմյանց ճանապարհ զիջելով առաջինը ոտք դնել ձյունակույտի վրա, բայց ահա, ասես լուռ համաձայնությամբ ամեն մեկը ընկնելու վտանգին ենթարկվելով համարձակվում էր մի ոտքը դնել ձյան մեջ։ Երեկոյան դեմ փոթորիկը բոլորովին հանդարտվեց, երկինքը այնպես պարզվեց ու մաքրվեց, որ ասես լվացել էին, և ավելի բարձր ու թափանցիկ էր թվում, իսկ աստղերը ասես կրկին մաքրված լինելով փայլում ու կայծկլտում էին կապտավուն գույնով, ճքճքան սառնամանիք էր, և առավոտյան դեմ ձյան վերին շերտն այնպես էր ամրացել, որ ճնճղուկները առանց խրվելու ոստոստում էին նրա վրա, նրանք ձյունակույտից ձյունակույտ էին ոստնում, ցատկոտում էին մաքրված կոպարներով, բայց ոչ այստեղ, ոչ այնտեղ ուտելու ոչինչ չէին ճարում, ճնճղուկները շատ էին մրսում, ծի՞վ, ասում էին նրանք իրար, և սա նոր տարի է, ախր սա հնից էլ վատ է, իսկի չարժի տարին փոխել, չէ, մենք գոհ չենք և պատճառ ունենք, իսկ մարդիկ ինչպես էին աղմկում ու վազվզում նոր տարին դիմավորելիս, ասաց մի պստլիկ ճնճղուկ, որ բոլորովին սառել էր, և կրակում էին, և կավե ամանները դռներին խփելով փշրում, ուրախությունից գլուխները կորցրել էին, որ հին տարին անցնում է, ես էլ քիչ էր մնում պիտի ուրախանայի, կարծում էի, թե ահա տաքերը կընկնեն, բայց որտեղից, առաջվանից ավելի խիստ սառնամանիք է անում, երևում է մարդիկ շշկլվել են ու տարվա եղանակները շփոթել, ճիշտ որ վրա բերեց երրորդը, որը ճերմակ մազափունջով մի ծեր ճնճղուկ էր, ախր նրանք մի հնարած բան ունեն, ու դրա անունը օրացույց է, և կարծում են, թե ամեն ինչ պետք է ընթանա այդ օրացույցի համաձայն, ոնց չէ, երբ գարունը բացվի, այն ժամանակ էլ կգա նոր տարին, բնությունն այդպես է սահմանել մեկընդբիշտ, և ես դրան եմ հավատում։ Իսկ երբ կգա գարունը, հարցրին մյուս ճնճղուկները։ Գարունը կբացվի, երբ որ առաջինը կգա արագիլը, բայց նա առանձնապես ճշտապահ չէ, և դժվար է կռահել, թե հատկապես երբ կժամանի։ Թերևս գյուղում այդ ավելի շուտ կարելի է իմանալ, եկեք թռչենք գյուղ, այնտեղ կսպասենք գարնանը, հը, համենայն դեպս գարունն այնտեղ ավելի շուտ կգա։ Այդ ամենը սքանչելի է, ծվծված մայր ճնճղուկը, որ վաղուց էր այդտեղ պտույտ անում, բայց դեռ խելքը գլխին ոչ մի բան չէր ասել, միայն թե մի բան կա, այստեղ քաղաքում ես վարժվել եմ որոշ հարմարությունների, իսկ գյուղում կգտնեմ արդյոք այդպիսի պայմաններ, չգիտեմ, այստեղ մի մարդկային ընտանիք կա, որ մի խելոք բան է մտածել, պատին 3-4 դատարկ թաղար են ամրացրել, թաղարի պռունգը պատին է սեղմված, իսկ հատակը դեպի դուրս է ցցված, և վրան մի փոքրիկ անցք կա, որով ես ազատ ներս ու դուրս եմ անում, ահա, հենց այդ թաղարում էլ ես ու ամուսինս մեզ համար բույն էինք սարքել, այդտեղից էլ դուրս են թռչել մեր բոլոր ճուտիկները, իհարկե, մարդիկ դա սարքել են իրենց բավականության համար,
որ մեզ դիտեն ու հիանան, թե չէ այդպիսի բան չէին անի։ Նրանք մեզ հացի փշրանքներ են նետում, էլի իրեն զվարճանքի համար։ Դե իսկ մեզ համար դա կեր է դառնում, այնպես որ մենք որոշ չափով ապահովված ենք եւ կարծում եմ, թե ես ու ամուսինս կմնանք։ Թեպետ եւ այստեղ ամեն ինչ չէ, որ մեզ դուր է գալիս, բայց եւ այնպես կմնանք։ Իսկ մենք գյուղ կթռչենք, տեսնենք գարունը չի գալիս, ասացին մյուսները եւ թռան գնացին։ Գյուղում իսկական ձմեռ էր, ու թերևս ավելի ցուրտ, քան քաղաքում։ Ձյունապատ դաշտերի վրայով սուր քամի էր վզվզում։ Մի գյուղացի մեծ թաթմանները հագած նստել էր սահնակին եւ ձեռքերը իրար էր զարկում, որ մի քիչ տաքանա։ Մտրակը ընկել էր ծնկներին, բայց նիհարած ձիերը վազում էին վարգով եւ նրանց վրայից գոլորշի էր բարձրանում։ Ձյունը ճռճռում էր սահափայտերի տակ, իսկ ճնճղուկները ոստոստում էին սահնակի բացած կոպարներում ու սառչում։ Ծիվ, ախր երբ պիտի գարունը գա, ձմեռն արդեն շատ երկարեց։ Շատ երկարեց, լսվեց ձյունածածկ բարձր բլրից եւ արձագանքը տարածվեց դաշտերի վրայով։ Գուցե թե իսկապես դա միայն արձագանք էր, բայց գուցե եւ այն տարօրինակ ծերունու ձայնն էր, որ նստած էր բլրին մի ձյունակույտի վրա։ Գյուղացու սպիտակ քուրք հագած այդ ծերունին ինքն էլ սպիտակ էր ձյան պես, մազերն ու մորուքն էլ սպիտակ էին, նրա գունատ դեմքին խոշոր պայծառ աչքերն էին շողշողում։ Այդ ինչ ծերունի է, հարցրին ճնճղուկները։ Ես ճանաչում եմ նրան, ասաց պառավ ագռավը, որ նստած էր ճիպոտահյուծ ցանկապատին, ընդունելով, որ մենք բոլորս մանր թռչուններ ենք առարչի առաջ։ Նա այնքան զիջողամիտ եղավ, որ ճնճղուկներին բացատրեց նրանց տարակուսանքը։ Ես գիտեմ, թե ով է, դա ձմեռն է, անցյալ տարվա ծերունի տիրակալը։ Նա ամենևին էլ չի մեռել, ինչպես օրացույցն է ասում, այլ նշանակված է գահապահ, մինչև գարուն երիտասարդ արքայորդու Երևան գալը։ Այո, մեր երկրում դեռ ձմեռ է թագավորում, ինչ է փոքրիկներ, սառել եք, հա։ Բա ես չէի ասում, թե օրացույցը մարդկանց հնարած հիմարությունն է, ասաց ամենափոքր ճնճղուկը։ Օրացույցն ամենևին էլ չի հարմարվում բնությանը, մարդիկ ոչինչ չեն հասկանում։ Լավ կլիներ տարվա ժամանակների դասավորումը մենք անեինք, այդ բանը մենք մարդկանցից ավելի նուրբ ենք հասկանում։ Անցավ մի շաբաթ, երկրորդը, անտառն արդեն սևացել էր, լճի սառույցը նմանվում էր պաղած կապարի, ամպերը, ինչ ամպեր, սառըմշուշ էր կանգնել երկրի վրա, սև խոշոր ագռավները թռչում էին երամ, բայց լուռ, ասես ամեն ինչ քուն էր մտել, բայց ահա լճի վրայով սահեց արևի ճառագայթը, և լիճը փայլեց հալած կապարի պես, բլուրների ու դաշտերի ձյան ծածկույթն արդեն կորցրել էր իր փայլը, իսկ ձմեռ պապիկի սպիտակ կերպարանքը դեռ նստած էր իր նախկին տեղը և հայացքը հառել էր դեպի հարավ։ Ծերունին չէր էր նկատում, որ ձյունե ծածկոցը արդեն սուզվել էր գետնի մեջ, որ այստեղ-այնտեղ կանաչ ճիմի կղզյակներ էին երևացել, որոնց վրա ոստոստում էին ճնճղուկները։ Ծիվ, արդեն գարուն է։ Դաշտերի ու մարգագետինների վրա տարածվեց արձագանքը, վազեց մուգ անտառների վրայով, որտեղ դարավոր ծառերի բները արդեն թարմ կանաչ մամուռ էին հագել, և ահա հարավից թռավ եկավ արագիլների առաջին զույգը։ Նրանցից ամեն մեկի մեջքին մի չքնաղ երեխա էր նստած, մեկի մեջքին տղա, մյուսի մեջքին աղջիկ։ Ոտք դնելով գետնի վրա, երեխաները համբուրեցին հողը և ձեռք ձեռքի տված առաջ գնացին, իսկ նրանց հետքերի վրա ուղիղ ձյան մեջ
սպիտակ ծաղիկներ էին բացվում։ Երեխաները մոտեցան ձմեռ պապիկին ու փարվեցին նրա կրծքին։ Նույն վայրկյանին բոլոր երեքն էլ, նրանց հետ նաև շրջակայքը, ծածկվեցին թանձր խոնավ մշուշի մեջ։ Քիչ անց քամին փչեց եւ մշուշը միանգամից ցրեց։ Արեգակը շողաց։ Ձմեռը չքացել էր եւ տարվա գահին բազմել էին գարնան չքնաղ մանուկները։ Այ սա նոր տարի է, ասացին ճնճղուկները։ Պետք է ենթադրել, թե հիմա մենք ձմեռվա մեր բոլոր չարիքների դիմաց պարգև կստանանք։ Երեխաները որ կողմ էլ շուռ էին գալիս, ամենուրեք թփերն ու ծառերը ծածկվում էին կանաչ բողբոջներով, խոտն ավելի ու ավելի վեր էր բարձրանում, արտերը կանաչում էին։ Աղջիկը իր շուրջը ծաղիկներ էր շաղ տալիս։ Նա իր գոգնոցում այնքան շատ ծաղիկ ուներ, որ ինչքան էլ շտապում էր շաղ տալ, գոգնոցը նորից էր ծաղկով լցվում։ Աղջիկը կայտառ փութկոտությամբ ձյան պես ջերմակ ծաղիկներ թափեց խնձորենիների ու դեղձենիների վրա, եւ հիմա նրանք կանգնած էին ասես ձյան մեջ թաղված, նույնիսկ դեռևս, ինչպես հարկն է, կանաչ չհագած։ Աղջիկը ծափ զարկեց։ Ծափ զարկեց նաև տղան։ Եվ ահա, որտեղից որտեղ լույս ընկան թռչունների երամները իրենց ճռվող յունով։ Գարունը եկավ։ Ինչ հաճելի էր դիտել շրջակայքը։ Պառավ տատիկները դուրս էին գալիս շեմը, արևի տակ իրենց ոսկորները տաքացնելու եւ հիանալու ոսկեգույն մարգագետիններում փռված դեղին ծաղիկներով։ Ճիշտ եւ ճիշտ, ինչպես այդ պառավների հեռավոր պատանեկության օրերին էր լինում։ Այո, աշխարհը նորից երիտասարդացել էր, եւ նրանք ասում էին. ինչ օրհնյալ օր է այսօրը։ Բայց անտառը դեռ էլի մուգ կանաչավուն էր։ Ծառերի վրա տերևներ չկային, միայն բողբոջներ էին։ Փոխարենը անտառի բացատներում արդեն անուշ բուրմունք էր սփռում վայրի ասպրիկը։ Բացվել էին մանուշակներն ու պուտերը։ Բոլոր խոտերը լցվել էին կենարար հյութով։ Գետնին շքեղ գորգ էր փռվել, որի վրա ձեռքի տված նստել էր երիտասարդ զույգը։ Գարնան զավակները երգում էին, ժպտում եւ շարունակ աճում ու աճում։ Երկնքից ջերմ անձրև էր կատկտում, բայց նրանք չէին էլ նկատում։ Անձրևի կաթիլները խառնվում էին նրանց ուրախության արցունքների հետ։ Հարսն ու փեսան համբուրվեցին եւ նույն րոպեին անտառում բողբոջները բացվեցին։ Երբ արեգակը բարձրացավ, բոլոր ծառերն արդեն կանաչ էին։ Հարսն ու փեսան ձեռքի տված շարժվեցին այդ թարմ ու թանձր ծածկույթի տակ, որտեղ լույսի ու ստվերի խաղի շնորհիվ կանաչը հազարավոր երանգներ էր ստանում։ Ուսական անաղարտ քնքուշ սաղարթը կենարար բուրմունք էր տարածում, զիլ ու կայտառ խոխոջում էին վտակներն ու գետակները, գալարվելով թավշականաչ բոշխի ու խատուտիկի եղեգների միջով։ Այդպես եղել է եւ լինելու է հավիտյանս հավիտենից, ասում էր ամբողջ բնությունը։ Կկուն կանչում էր, արտույտը դայլայլում, գարունը լիակատար եռուզեռի մեջ էր։ Միայն ուռենիները դեռևս իրենց ծաղիկներից չէին հանում փափլիկ ծածկոցները, որքան զգույշ էին նրանք, նույնիսկ տաղտկալի էր։ Օրերն անցնում էին օրերի հետևից, շաբաթները շաբաթների։ Գետինը վայելում էր ջերմության գգվանքը։ Ջերմ օդի ալիքները սահում էին դաշտի վրայով եւ արտերը սկսում էին դեղնել։ Հյուսիսի սպիտակ լոտոսը իր լայն կանաչ տերևներն էր փռել անտառի լճերի հայելանման մակերեսին, եւ ձկները թաքնվում էին այդ տերևների ստվերում։ Անտառի արևահայաց երեսին քամու այն կողմը
Գյուղական տնակի արևով ողողված պատի մոտ, որտեղ փարթամորեն բացվել էին վարդերը եւ աճում էին հյութալի սև պտուղներով ծանրաբեռնված բալենիները, նստած էր ամառվա չքնաղ տիկինը, որին մենք սկզբում տեսանք որպես աղջիկ, իսկ հետո հարս։ Նա նայում էր մթին ամպերին, որոնք ալիքների պես իրար վրա կիտվելով սևակապտավուն մռայլ լեռների էին նմանվում։ Ամպերը մոտենում էին երեք կողմից եւ վերջապես անտառի վրա կախվեցին, ինչպես շուռ տված անշարժացած ծով։ Անտառում ասես կախարդական գավազանի մի շարժումով ամեն ինչ հանդարտվեց։ Զեփյուրը դադարեց, թռչունները լռեցին, ամբողջ բնությունը հանդարտվեց հանդիսավոր սպասումով։ Իսկ ճանապարհով ու շավիղներով գլխապատառ ծլանում էին մարդիկ, որը սայլակով, որը ձիով, որը ոտքով, բոլորը շտապում էին պատսպարվել ամպրոպից։ Հանկարծ արևի պես փայլատակեց կայծակն ու մի ակնթարթ ճեղքեց ամպերը, կուրացնելով ու վառելով ամեն ինչ, հետո կրկին խավարը տիրեց եւ տարածվեց շանթի որոտը։ Երկնքից ջրի իսկական հեղեղ հորդեց, մթնեց, նորից լուսացավ, տիրեց լռություն, ապա նորից որոտ։ Եղեգնուտի ջահել դարչնագույն գագաթներով ալիքներ էին անցնում, ծառերի ճյուղերը թաքնվեցին անձրևի ցանցի հետևում, ամեն րոպե մերթ մթնում էր, մերթ լուսանում, հետո լռություն տիրեց եւ նորից որոտ լցվեց։ Խոտն ու հասկերը պառկել էին գետնին հպված, թվում էր, թե նրանք երբեք չեն բարձրանա։ Բայց ահա հեղեղը փոխվեց խոշոր ու նոսր անձրևի, արեգակը դուրս նայեց եւ խոտերի ու տերևների վրա մարգարիտի պես շողշողացին անձրևի կաթիլները, թռչունները երգեցին, ջրի մեջ ճղփացին ձկները, պարել սկսեցին մոծակները։ Ծովային աղի փրփուրի միջից վեր ցցված գլխարկի վրա նստել ու արևի տակ տաքանում էր մի զորեղ, ամուր, ջլապինդ այր։ Այդ ամառն էր, նրա գանգուրներից ջուր էր հոսում եւ պաղ լոգանքից հետո նա թվում էր թարմացած ու ջահելացած։ Ջահելացել, թարմացել էր նաեւ բնությունը։ Շուրջն ամեն ինչ այնպես բուռն էր ծաղկել, այնպես փարթամ ու գեղեցիկ։ Ամառ էր, շոգ ու բարեբեր ամառ։ Դաշտում խիտ աճած երեքնուկից անուշ կենարար բուրմունք էր տարածվում։ Մեղուները բզում էին ժողվելու հնամենի վայրի շուրջը։ Մոշի ոստերը փաթաթվել էին զոհաքարին, որը անձրևով լվացած պայծառորեն փայլփլում էր արևի տակ։ Մայր մեղուն իր պարսով մոտեցավ նրան։ Մեղուները այդ քարի վրա մոմ ու մեղր դրին, իրենց աշխատանքի արգասիքը։ Ոչ ոք այդ բանը չէր տեսնում բացի ամառից ու իր կենսավառ ընկերուհուց։ Հենց նրանց համար էլ պատրաստված էր բնության զոհաբերված նվերները։ Իրիկնային երկինքը ոսկու փայլ ուներ, ոչ մի եկեղեցու գմբեթ չէր կարող համեմատվել այդ փայլի հետ։ Վերջալույսից մինչև արշալույս փայլում էր լուսինը, ամառ էր, եւ օրերն անցնում էին օրերի հետևից, շաբաթները շաբաթների։ Դաշտերում փայլեցին շողշողուն գերանդիներն ու մանգաղները, խնձորենիների ճյուղերը կռացան կարմիր ու ոսկեգույն պտուղների ծանրության տակ, կախվեցին բուրումնավետ գայլուկի խոշոր փնջերը։ Ընկուզենու ստվերում հանգստանում էին ամուսինն ու կինը, ամառն իր մտախոհ ընկերուհու հետ։ Ինչ շքեղություն, ասաց կինը, ինչ երանություն է, որ կողմ էլ որ նայես, որքան լավ, որքան հաճելի է երկրի վրա։ Եվ այնուամենայնիվ, ինքս էլ չգիտեմ ինչու, ես ծարավի եմ հանգստի, ուրիշ խոսք ընտրել չեմ կարող, իսկ մարդիկ արդեն նորից դաշտերը հերկում են, նրանք միշտ ուզում են էլի ու էլի ստանալ։ Ահա, արագիլները գութանի հետևից քայլում են ակոսներում։ Այդ եգիպտական թռչուններն էին, որ մեզ բերին այստեղ,
հիշում ես, թե մենք ինչպես այստեղ հյուսիս թռանք, երբ դեռ երեխաներ էինք։ Մենք մեզ հետ բերինք ծաղիկներ, արևի լույս ու կանաչ տերև։ Իսկ հիմա քամին համարյա բոլոր տերևները պոկել է, ծառերը գորշացել են, մթնել և նմանվում են հարավի ծառերին, միայն թե նրանց վրա չկան այն ոսկե պտուղները, որ աճում են այնտեղ։ Դու ուզում ես շուրջդ ոսկի տեսնել, ասաց ամառը։ Դե հիացիր։ Նա ձեռքը թափ տվեց և անտառները կարմրավուն ու ոսկե տերևներից խատուտիկ դարձան։ Այ քեզ շքեղություն։ Մասրենու թփի վրա շողացին հրակարմիր պտուղները, շամբուկի ոստերը ծածկվեցին մուգ կարմիր խոշոր պտուղներով, հասունացած վայրի շագանակներն իրենց թափվում էին մուգ կանաչ բներից, իսկ անտառում նորից բացվեցին մանուշակները։ Բայց տարվա թագուհին ավելի ու ավելի լուռ ու գունատ էր դառնում։ Ցուրտ է փչում, ասաց նա, գիշերները խոնավ մառախուղ է կանգնում, ես կարոտել եմ մեր հայրենիքին։ Եվ նա նայում էր դեպի հարավ թռչող ամեն մի արագիլի հետևից ու ձեռքը մեկնում, հետո նայեց արագիլների դատարկված բներին։ Մեկի մեջ մի գեղեցիկ տերեփուկ էր բուսնել, մյուսում դեղին բարբարուկ։ Կարծես բները հենց այդ նպատակով էին հյուսվել, որ ծաղիկներին որպես ցանկապատ ծառայեն։ Այնտեղ թռան նաև ճնճղուկները։ Ծիվ-ծիվ, ուր են կորել տերերը։ Ասացեք, խնդրեմ։ Մի փոքրիկ քամի է փչել և նրանք իսկույն հեռացել են։ Դե բարով գնաք։ Ծառերի տերևները դեղնում էին ու դեղնում։ Սկսվեց տերևաթափը։ Աղմկեցին աշնան քամիները։ Վրա հասավ ուշ աշունը։ Տարվա թագուհին պառկել էր դեղնավուն տերևներով ծածկված գետնին, և նրա հեզ հայացքը ուղղված էր շողշողուն աստղերին։ Կողքին կանգնած էր իր ամուսինը։ Հանկարծ մրիկ բարձրացավ և սյունի նման պտտեցրեց չոր տերևները։ Երբ մրիկը մեղմացավ, տարվա թագուհին այլևս չկար։ Պաղ օդում պտտվում էր միայն մի թիթեռ, վերջին թիթեռն այդ տարվա։ Թանձր մառախուղը գետինը ծածկեց, ցուրտ քամիներ փչեցին, սկսվեցին երկար խավար գիշերները։ Տարվա թագավորի գլուխը ճերմակել էր արդեն, բայց նա ինքն այդ չգիտեր, նա կարծում էր, թե գանգուրները միայն ձյունն է սպիտակեցրել։ Կանաչ դաշտերը ծածկվեցին ձյան բարակ ծածկոցով։ Եվ ահա եկեղեցու զանգերն ազդարարեցին ծննդյան տոնի գալուստը։ Ծննդյան զանգեր, ասաց տարվա թագավորը, շուտով ծնունդ կառնի թագավորող նոր զույգը։ Իսկ ես իմ հանգիստը կգտնեմ, թագուհուս հետևից կսլանամ դեպի շողշողուն աստղը։ Սոճու ձյունածածկ կանաչ անտառում երևաց ծննդյան տոնի հրեշտակը և սրբագործեց տոնի խորհրդանիշ կարգված մատղաշ ծառերը։ Ուրախություն է մարդկանց կացարաններում և կանաչ անտառներում, ասաց տարվա զառամյալ թագավորը։ Մի քանի շաբաթվա ընթացքում նա ձյան պես ճերմակած ծերունի էր դարձել։ Մոտենում է իմ հանգստի ժամը։ Թագս և գավազանս անցնում են ջահել զույգին։ Բայց և այնպես իշխանությունը դեռ քո ձեռքում է, ասաց հրեշտակը։ Իշխանությունը, բայց ոչ հանգիստը։ Մատաղ ծիլերը ծածկիր ձյունով։ Սովորիր համբերությամբ տանել, երբ ողջունում են ուրիշ տիրակալի, թեպետև դու դեռ թագավորում ես։ Համակերպվիր, որ քեզ կմոռանան, թեպետև դու դեռ կենդանի կլինես։ Երբ գարունը բացվի, կգա քո հանգստության ժամանակը։ Բայց երբ կբացվի գարունը, հարցրեց ձմեռը։ Երբ որ գան արագիլները։ Բարձր բլրին ձյան կույտի վրա նստել էր ճերմակահեր, ճերմակամորուք, սառած ձմեռը։ Ծեր ու կորացած, բայց հզոր,
Ձյունախառն բուքի ու բևեռային սառնամանիքի ուժի պես նստել էր նա և աչք չէր հեռացնում հարավից, ինչպես անցյալ տարվա ձմեռը։ Սառույցը ճկճկում էր, ձյունը ճռճռում։ Չմշկորդները նետի պես սլանում էին լեռների փայլուն սառույցի վրայով։ Ագռավները սևին էին տալիս ճերմակ ձյան վրա։ Չկար նույնիսկ մեղմ զեփյուռ։ Այդ լռության մեջ ձմեռը սեղմեց բռունցքները և հաստ սառույցը կաշկանդեց բոլոր նեղուցները։ Քաղաքից նորից թռան եկան ճնճղուկներն ու հարցրին. Այն ինչ ծեր ունի այնտեղ։ Ճիպոտահյուս ցանկապատին էլի նստած նույն ագռավը կամ նրա որդին, պատասխանեց ճնճղուկներին։ Դա ձմեռն է, անցյալ տարվա տիրակալը։ Նա դեռ չի մեռել, ինչպես օրացույցն է ասում, այլ գահապահ է մինչև գարուն երիտասարդ արքայորդու գալը։ Բայց երբ կգա գարունը, հարցրին ճնճղուկները, գուցե կհասնի լավ ժամանակը և կփոխվի կառավարությունը, հիմա բանի պետք չէ։ Իսկ ձմեռը մտախոհ գլխով էր անում մերկ ու սև անտառին, որտեղ ամեն մի ծառի վրա այնքան պարզ գծագրվում էր յուրաքանչյուր ճյուղ։ Վաղ մշուշի քուլաներով փաթաթված հողը ձմեռվա քուն էր մտել։ Տիրակալը երազում էր իր պատանեկության ու հասունության օրերը, և առավոտյան դեմ բոլոր անտառները զարդարվեցին շողշողուն եղյամով։ Դա ձմեռվա ամառային քունն էր։ Արևը ծագեց, և եղյամը թափվեց։ Ահ, երբ կգա գարունը, նորից հարցրին ճնճղուկները։ Գարունը, հնչեց արձագանքը ձյունապատ բլրից։ Եվ ահա արևը սկսեց ավելի ու ավելի շատ տաքացնել։ Ձյունը հալվեց, թռչունները ճռվողեցին։ Գարուն է գալիս։ Բարձր երկնքում սլանում էր առաջին արագիլը, նրա հետևից մյուսը։ Արագիլներից ամեն մեկի մեջքին մի չքնաղ երեխա էր նստած։ Երեխաները ոտք դրին դաշտերի վրա, համբուրեցին հողը, համբուրեցին նաև լուռ ու մունջ ձմռան պապիկին, ու նա չքացավ մշուշի մեջ, ինչպես Մովսեսը լեռից։ Տարվա պատմությունն ավարտված էր։ Այս ամենը հիանալի է և միանգամայն ճշմարիտ, նկատեցին ճնճղուկները, բայց ոչ օրացույցով, այդ պատճառով էլ բանի պետք չէ։ Այսքանը, կհանդիպենք հաջորդ տարում։ Շնորհավոր, ամանոր և սուրբ ծնունդ։